12 արքայադուստրերը, որոնք շատ էին սիրում պարել, ըստ Գրիմ եղբայրների։ Կար մի շատ մտահոգ թագավոր կար։ Նա 12 դուստր ուներ։ Արքայադուստրերից յուրաքանչյուրը նույնքան գեղեցիկ էր, որքան լուսինն ու աստղերը։ Թագավորն իր աղջիկներին սիրում էր թագավորության ողջ հարստությունից առավել։ Ամեն երեկո նա ջերմ համբուրում էր աղջիկներին, բարի գիշեր մաղթում և ուղարկում քնելու։ Նույնիսկ կողպում էր նրանց ննջարանի դուռը։ Բայց արի ու տես, որ արքայադուստրերն ամեն առավոտ քնկոտ հորանջում էին, և դա դեռ բավական չէ, նրանց կոշիկներն էլ շուտ մաշվում էին։ Թագավորը շարունակ միտք էր անում, բայց ոչինչ չէր հասկանում, ինչպես էին նրանք դուրս գալիս, ուր էին գնում։ Արքայադուստրերն էլ ոչ մի կերպ գաղտնիքը չէին բացահայտում։ Ամեն օր նոր կոշիկ գնելը մի ամբողջ կարողություն էր արժենում, ուստի թագավորը որոշեց ինչ գնով է լինի լուծել առեղծվածը։ Նա պալատական սուրհանդակին հրամայեց գնալ թագավորության 4 կողմերը և հայտարարել, որ թագավորն իր դուստրերից մեկին կամուսնացնի այն մարդու հետ, ով կկարողանա 3 գիշերվա ընթացքում բացահայտել գաղտնիքը։ Իսկ եթե ցանկացողը չկարողանա դա անել, մեկ ընդմիշտ կվտարվի թագավորությունից։ Շատ երիտասարդներ էին պատրաստ վտանգելու իրենց հանուն նման պարգևի, սակայն արքայադուստրերը շատ խորամանկ էին։ Մինչև քնելու գնալը նրանք երգում ու նվագում էին երիտասարդների համար, նրանց քաղցրավենիք ու թունդ մեղրախմիչք հյուրասիրում։ Եվ մինչ երիտասարդները գլխի կընկնեին, թե ինչն ինչոց է, լույսը բացվում էր։ Երբ արթնանում էին, տեսնում էին քնած արքայադուստրերին և 12 զույգ մաշված կոշիկ։ Թագավորը բարկությունից կորցրել էր գլուխը։ Եվ միայն պալատական կոշկակարն էր այս ու այն կողմ քայլում ժպիտը դեմքին։ Այդ ժամանակ թագավորություն եկավ մի աղքատ զինվոր։ Նա լսեց թագավորի հայտարարության մասին և որոշեց փորձել բախտը։ Ճանապարհին նրան հանդիպեց մի ծեր կին։ Զինվորը նրան բաժին հանեց իր հաց ու պանրից, և մինչ նրանք հանգիստ նստած էին, զինվորը պատմեց, թե ուր է գնում։ Երբ ավարտեց իր պատմությունը, կինն ասաց. «Գուցե ես կարողանամ քեզ օգնել։ Հիշիր, դու ոչ մի դեպքում չպետք է խմես մեղրախմիչքը, որը քեզ կհյուրասիրեն խորամանկ արքայադուստրերը, քանի որ նրանք դրա մեջ քնաբեր են լցնում։ Ձևացրու, թե քնած ես, ու կտեսնես ինչ կլինի»։ Հետո ծեր կինը մի արծաթազօծ թիկնոց տվեց զինվորին և ասաց. «Վերցրու, այն քեզ պետք կգա։ Հենց որ հագնես, անտեսանելի կդառնաս», ու անհետացավ։ Ես հաղթելու լավ հնարավորություն ունեմ, մտածեց երիտասարդը և ճանապարհ ընկավ դեպի պալատ։ Թագավորը դեռ բարկությունից իր տեղը չէր գտնում, իսկ պալատական կոշկակարը նոր օգնականներ էր վարձել, որ հասցներ ամեն օր նոր կոշիկներ կարել։ Արքայադուստրերն էլ ամեն առավոտ նախաճաշին քնում էին Շիլայի ափսեների առջև։ Երիտասարդ զինվորը մտավ պալատ, խոնարհվեց թագավորին և ժպտաց արքայադուստրերին։ Հետո նա մի կուշտ ընտրեց, բայց երբ ավագ արքայադուստրը նրան մի գավաթ մեղրախմիչք հյուրասիրեց, նա միայն ձևացրեց, թե խմում է։ Հետո բարձրաձայն հորանջեց ու գլուխը խոնարհեց ձևացնելով, թե քնած է։ Ծառայապետը և դռնապանը երիտասարդին պառկեցրին մահճակալին, որը դրված էր արքայադուստրերի ննջասենյակի դռների առջև։ Երբ բոլորը մտածում էին, թե երիտասարդը քնած է, նա զգուշորեն բացեց աչքերը և ուշադիր նայեց շուրջը։ Արքայադուստրերը զարդարվում էին թավշյա զգեստներով, մատանիներով ու վզնոցներով, մեղմ ծիծաղելով ու շշնջալով սանրում մազերը, դիմափոշի քսում երեսներին, հագնում թանկարժեք քարերով զարդարված նոր կոշիկները, որ կոշկակարն ընդամենը մի քանի ժամ առաջ էր ուղարկել։ Ավագ արքայադուստրը 3 անգամ ծափ տվեց, հատակի մեջ մի դուռ բացվեց, և 12 քույրերը ոլորապտույտ սանդուղքով իջան ներքև։ Վերջին արքայադուստրն անհետացավ, թե չէ, երիտասարդը կախարդական թիկնոցը գցեց ուսերին ու շտապեց նրանց հետևից։ Նա հայտնվեց մի զարմանահրաշ պարտեզում, որտեղ ծառերը պատված էին մոմերի լույսի տակ շողշողացող թանկարժեք զարդերով։ Երաժիշտներն ուրախ մեղեդի էին նվագում։ Նա տեսավ, թե ինչպես էին արքայադուստրերը պարում ամենահմայիչ արքայազնների հետ։ Երիտասարդը կախարդված էր, սակայն կարողանում էր զսպել իրեն։ Նա զարդարված ծառից մի ճյուղ պոկեց և թաքցրեց իր կախարդական թիկնոցի տակ։ Հետո շտապ վերադարձավ պալատ և պառկեց իր անկողնում, իբր տեղից չէր էլ շարժվել։
Նույնը կատարվեց երկրորդ եւ երրորդ գիշերներին։ Երբ չորրորդ օրը նախաճաշին թագավորը հույսը կտրած հարցրեց երիտասարդին, արդյոք նա պարզել է, թե ուր են գնում արքայադուստրերը, երիտասարդը պատմեց ողջ պատմությունը եւ ցույց տվեց ծառերից պոկած ճյուղերը։ Թագավորը շատ ուրախացավ։ Երիտասարդն ընտրեց քույրերից կրտսերին եւ համաձայն թագավորի խոստման ամուսնացավ նրա հետ։ Բոլորը երջանիկ էին, բացի պալատական կոշկակարից։ Նա երիտասարդի կոշիկները միշտ մի փոքր նեղ էր կարում, որ ցավեցնեին։